Արտիգում տեղի ունեցավ միասին հանուն յուրաքանչյուր երեխայի խորագրով աշխատաժողովը Արտիգի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել տարբեր ոլորտների մասնագետների, հատուկ մանկավարժների, բժիշկների, սոցիալական աշխատողների, լոգոպեդների, հոգեբանների եւ կրթական ոլորտի ներկայացուցիչների մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ստեղծել անվտանգ եւ աջակցող միջավայր յուրաքանչյուր երեխայի համար։ Յուրաքանչյուր երեխա աշխարհ է, իր զգացմունքներով, իր դժվարություններով, իր երազանքներով։ Եվ մեր ամենօրյա աշխատանքի իմաստը հենց այդ աշխարհը հասկանալն ու պաշտպանելն է։ Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հայտարարված ապահով եւ անվտանգ կրթական միջավայրի տարվա շրջանակում։ Այս խորագրի ներքո մենք ցանկանում ենք իրազեկել ծնողներին, մեր հանրությանը, թե որքան կարևոր է երեխայի եւ առողջական, եւ ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը, եւ որ բոլոր կառույցները պետք է համախմբված լինեն, բոլոր գերատեսչությունները միմյանց հետ համագործակցեն, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Երբ տնօրենը, մանկավարժը, հոգեբանը, ծնողը, ինչպես նաև բժիշկը գործում են միասին, ձևավորվում է ամբողջական աջակցող համակարգ, որի կենտրոնում երեխան է։ Նմանատիպ նախաձեռնությունները ըստ մասնագետների ոչ միայն բարձրացնում են մասնագիտական համագործակցության մակարդակը, այլև օգնում են հաղթահարել հասարակության մեջ առկա կարծրատիպերը ներառական կրթության վերաբերյալ։ Ներառականություն ասելով մենք ինչ ենք հասկանում, այդ ծրագիրը ներդրվելու հետ մեկտեղ պետք է մեր քաղաքացին իրազեկվի տվյալ հարցին, թե ինքը իրենից ինչ է ներկայացնում նախ եւ առաջ։ Մասնագետները կարևորեցին նաև հանրության իրազեկվածության բարձրացումը որպես երեխաների խնդիրների վաղ հայտնաբերման եւ արդյունավետ աջակցության նախապայման։ Շատ կարևոր է, որ ծնողները մինչև ծնող դառնալը իմանան, թե ով է առողջ երեխան, որովհետեւ եթե իրենք առողջը չգիտեն, իրենք չեն ճանաչի խնդիրը եւ ինչքան վատ ճանաչեն, այնքան ավելի ուշ կդիմեն, այսինքն իրազեկվածությունն է շատ կարևոր եւ շատ կարևոր է, որ մարդիկ իմանան, թե որ մասնագետին դիմեն։ Արտիգի ՏՄԱԿ-ը վերջին տարիներին ակտիվորեն իրականացնում է վերապատրաստումներ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, բուլինգի կանխարգելմանը եւ կրթական միջավայրի անվտանգության բարձրացմանը։ Մենք համագործակցում ենք ոչ միայն ուսումնական հաստատությունների հետ, մեր տարածքային կենտրոնը իր արժեվ նպատակ է դրել համագործակցել նաեւ մշակութային կառույցների, բժշկական կառույցների հետ, այսինքն բոլոր այն կառույցների, որտեղ պետք է երեխան մուտք գործի եւ որը պարտավոր է եւ կարող է ապահովել երեխայի անվտանգ, ապահով միջավայրը։ Աշխատաժողովը եւս մեկ անգամ ընդգծում է, որ երեխայի բարեկեցությունը մեկ կառույցի պատասխանատվությունը չէ, այլ միասնական աշխատանքի արդյունք։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։